Մենք վերադարձանք նորից եթեր եւ մեր հաջորդ հյուրին ենք հյուրընկալել Սյուզաննային։ Սյուզաննան իմնեմնիմի շատ հին ընկերներից է ու ես հետևում եի, կարծեմ մենք ընկերներ ենք Facebook-ում։ Մենք էլ ենք ընկերներ։ Չի լինի մի բան ես ունենամ, դու չունենաս։ Եվ անֆրենդ կանեմ ինչ ես։ Չէ, ես քեզ եմ անֆրենդ անելու վերջը։ Ես հետևում եի ու մենք իհարկե ծանոթ չէինք, բայց այն որ աշկիս անդադ երևում էր ձեր հենց առաջին րոպեներից սկսած ձեր աջակցությունը, բայց մենք այսօր ձեզ այնպես չի որ լավ թեմայով ենք կանչել։ Մենք ձեզ հարցեր ունենք։ Մենք ձեզ հարցեր ունենք։ Ու սկսենք մեր հարցերը։ Սկսենք, եթե թույլ կտաս, ես սկսեմ։ Թույլ եմ տալիս, սկսի։ Սյուզաննա, ձեր անդորը վերջերս խախտվել է թե ոչ իմնեմնիմի նայելուց։ Իմ անդորը խախտվել է 18 թվականից, երբ իշխանության են եկել այս մարդիկ։ Մարդու որդին։ Մարդու որդիները։ Այսինքն խախտվել է ամեն դեպքում ձեր։ Խախտվել, արձանագրենք որ խախտվել է։ Խախտվել է անդորը Սյուզաննայի դիտելուց։ Այդ խախտվելու ընթացքում եք նայել բանը իմնեմնիմին։ Քանի անգամ է խախտվել իմնեմնիմի նայելուց։ Յոպե, մի ընթաց։ Չէ, իմնեմնիմի նայելուց չի խախտվել իմ անդորը, ես։ Չէ, ներողություն։ Ձեր անդորը խախտվել էր 18 թվականից, ճիշտ է։ Այդ ժամանակ իմնեմնիմի նայել եք ձեր անդորը խախտված ժամանակահատվածում։ Այդպես է ստացվում, այո, մեր անդորը հաստորեն կարող ենք արձանագրել, որ իմնեմնիմի նայելու ժամանակ անդորը խախտվել է։ Всё, արձանագրենք ու ասենք արդեն դատախազեմ, չէ։ Արդեն այս հարցը փակվեց։ Այս մոտավորապես այս որակով է, որովհետև մեր մոտ իրականացվում է մեղադրանքները, այսպես հարցեր կարան տան, մեկը մեկի հետ չկապված, բայց այսպես բերեն իրար հետ կապեն ու տենց մարդկանց մեղադրանք առաջադրեն։ Սյուզաննա, դուք սպասում եք, որտեղ մի քանի անգամ նաև տղաներն են խոսում այստեղ նստած, որտեղ parza մի օր գալու են մեր հետևից նորից եւ այլն, եւ ընդհանրապես պատրվակ ու առիթ էր պետք։ Երբ դուք առաջի անգամ լսեցիք այս երկրորդ, այսինքն 3 օր առաջ օրվա ձերբակալման մասին, ինչ մտածեցիք։ Օրինակ մենք նոր իրար խոստովանեցինք, որ առաջին մտապատկերը, որ մեր մոտ եկավ, դատավոր Մասիս Մելքոնյանի, ողջունում ենք պարոն Մելքոնյանին։ Ձեզ մոտ ինչ մտապատկեր եղավ առաջին անգամ։ Նույնը, նորից Մասիս Մելքոնյանը։ Մենք ունենք շատ քաղբանտարկյալներ, մենք այդպիսի դատարան չկա, որ արդեն չենք եղել դիմացը որպես աջակից։ Նորից գիտեինք, որ 2 ամիս կալանք, նորից գիտեինք, որ կամ Մասիսը պետք է լինի։ Մելքոնյան։ Հիշում ես, որ Ամստերդամի բերել էին մեր Մասիսի դեմ։ Ինչպես նաև սպասում էինք, որ պարզապես օրը չգիտեինք, թե երբ կտանեն տղաներին։ Ընտրեցին 5 շաբթի օրը։ Իսկ կփորձի մի բան գտնել դրա մեջ եկեղեցական։ Չէ, եկեղեցական չէ, Մասի, նաև շաբաթ-կիրակի է, միշտ այդ ուրբաթօրն է ավելի հավանական, բայց կարող են այսօր անեին ուղիղ եթերի ընթացքում։ Դե կարող է մի օր անեն, հա, ասենք, ես մի քանի անգամ տենց այն բառը օգտագործեցի, որի համար մարդը նստած, դա նշանակում է լրիվ հիմա կարող է տենց։ Հա, ես հասկացա, դու ուղղակի հոգնեցիր եթերը վարելուց, մի քանի անգամ շեշտեցիր, որ կան վերջապես ընդհատեն այս ամեն ինչը, բայց իրանք քեզ պատժում են։ Տեսես բան կար չէ։ Հիմա տեսեք, ըստ էության այն նախկին այս նույն պատմությունը եղել է, մի անգամ դրա միջով անցել ենք, հիմնական մեղադրանքի շահառուն, այսպես ասած, դուք եք փաստորեն։ Ոչ միայն անձամբ դուք, այլ աջակիցներ։ Ինչ են ասում։ Դիտողները, իսկ դիտողները հենց աջակից, շատերը աջակից են, որպես ասած։ Հա, ես նկատություն եմ ունենում, ընդհանուր դիտող։ Այսինքն իրենք պնդում են, որ կատարվել է խուլիգանություն։ Հա, ինչ այդ խուլիգանությունը։ Եւ ձեր շահելից ելնելով մարդկանց ձերբակալել, կալանավորել, ուզում են դատապարտել։ Ինչ այդ խուլիգանությունը, որովհետեւ դուք այդպես տենց խախտվել է ձեր անդորը, տագնապ եք զգացել, որովհետեւ ինչ որ բառեր եք որոշակի լսել, բան։ Մենք ուզում ենք դուք հաստատեք, որ տագնապ եք զգացել եւ խախտվել է ձեր անդորը։ Մենք մեր աջակիցներով չենք կարող նման բան հաստատել, որովհետեւ Նարեկն ու Պասկենը չեն կարող հաստատել, այո, որովհետեւ Նարեկն ու Պասկենը խոսում են մեր բոլորի սրտից, մեր մտքից եւ մեր փոխարեն։ Դե ասա, դե ինչ ես ասում։ Ասելու։ Ես զգացի ինչ զգաց դատախազը այն նիստի ժամանակ, երբ որ բերեր մեղադրանքի կողմի վկային, որ եկավ այս նույն բառերն ասես դատա։ Ես ուզում եմ այս պահին մենք նաև ողջունենք առաջի քաղաքական հետ իմնեմնիմի մեկ գործով վկաներին, մենք որպես փաստաբաններ, որպես պաշտպաններ մեր հստակ այսպես
իրավական խորհուրդն եք տվել, որ տղաներ այդ մարդկանց հետ պետք չի որևէ կերպ շփվել, որովհետև նրանք գործը չի ավարտվել, վերաքննիչ դատարանում է գտնվում, չես կարող վստահ լինել հետագայում ինչ կլինի, նրանք շարունակում են գործով լինել վկաներ, դրա համար որևէ կոնտակտ իհարկե չկա, բայց ինչ որ մի օր այս ամեն ինչը վերջանալու է եւ տղաների անունից ենք նաեւ ասում, որտեղ իրանք շարունակաբար ասում են, մի օր նրանք հանդիպելու են, զրուցելու են, քննարկելու են, շատ հետաքրքիր։ Գիտեք, այս ամեն ինչը իրականում շատ ծանր բան է, բայց միշտ ինչ որ հումորային, երգիծանքի էլեմենտներ կան ու ես արդեն որոշել եմ, որ ինչ որ մի օր այս ամբողջ փորձառությունը գրել։ Շատ բաներ կա, հիմա չենք կարող պատմել, որտեվ ինչ որ բաներ կան էլի, ասենք, օրինակ ես մի օր պատրաստվում եմ պատմել, թե ինչ հետաքրքիր եղավ, դե որտեվ ուղիղ կապով ա եղել, հաստատ տղեկ դա ձայնագրել են, ինչ հետաքրքիր զրույց եղավ իմ եւ դատարանի են աշխատակցի մեջ, որ ինձ զանգել եւ հայտնում էր, որ դատավորը, որ ինձ մակագրվել է գործը, դատավոր Վասիլ Մելքոնյանն է։ Ես գիտեմ այդ զրույցը։ Հա, ես պատմել եմ, բայց շատ հետաքրքիր է։ Իմ շատ լավ ընկերներից մեկը, որ ուղիղ եթերում հետևում է, ինձ դիտողություն է անում, ասում է, ինչի՞ չես սափրվել։ Այմար չհասկացան, չի ուրեմն ես երկիրը որ արսելի սափրել։ Եկեք հիշել, որ դուք Վազգենի տեղն եք։ Ահա, այ դա է ուզում եմ։ Բայց ես Վազգենի տեղն եմ նստած։ Հələ պետք է հասցնեի մի քիչ երկարացնել։ Այո։ Իսկ դու անդադ բան ես անում, էլի այտենց մի բան ես ունեմ, դու չունես վիճակ ես անում։ Սյուզի ջան, ձեզ լայվ չափտում ողջունում են ձեր այս իմնեմնիմի մեծ ընտանիքի մի քանի անդամներ, Ալեքսը Բուշկո, Արաքսը, Վերոնիկան, Արմենը Սանոսյան եւ Աննան։ Տեղակ եղեք, որ ձեզ Ճանաչում եք բոլորը Այո, իրար։ բոլորը ճանաչում։ Ձեր անդորը բոլորի միասին է Միասին է խախտվել։ միասնական անդոր կա։ Միասնական անդոր է Միասին էլ լիքը լավ խոսքեր եւ աջակցող խոսքեր են փոխանցել եթերից ներկայացնելու համար, որ աջակցում են ազգենին, Վազգենի կողքն են, Նարեկի կողքն են, աշխարհի բոլոր երկրներից, աշխարհի բոլոր adekvat հայերով։ Իսկ հետաքրքիր է, այս Ալեքսը Բուշկո, Արաքսը, Վերոնիկան, Արմենը, Աննան իրանց դուք ճանաչում եք իմնեմնիմից առաջ, այսպես ասենք։ Ոչ, մեծ մասը Ալեքս օրինակ Կիևից է մեզ ողջունում։ Երևանում շատ քիչ կան այս պահին աջակիցներ, բայց բոլորի հետ էլ բնականաբար կապը կա։ Ես առաջարկում եմ մենք Տաթևին էլ հիշենք Ալեքսանդրյան, Այո, այո։ այդ երկու վկաներից մեկը Տաթևն էր, որ Ալեքսանդրյան։ այնտեղ ենք ըստեյության տղաներն են այնտեղ առաջի անգամ տեսել ու հենց այդ էր, որ այն որ ասեցի վկային բերել էին հարցականության բան, որ մի շատ լավ խոսք ասեցի, մեզ ասեց, այն որ մեր սրտից են ասում։ Այո, ամբողջությամբ խոսում են մեր սրտից։ Այստեղ հարցը որն է, մեկ-մեկ այտենց դեպքեր են լինում, երբ որ все-таки հաճախ է լինում, որ մտածում ես, ասում ես, արա դե այս հասարակությունը, չգիտեմ, էլի բավարար չափով առողջ մարդիկ կան, թե չկան, բան, բայց եկել տեսնում ես ինչ որ մարդ, որը որևէ հանրային գործունեություն չի իրականացնում, բայց այդքան հասուն, այդքան գիտակից դատարանում ցուցմունքն եմ ասում, էլի։ Արժեքների վրա հիմնված։ Երկու վկաներն էլ։ Երկու վկաներն էլ իհարկե, այսինքն այդ խոսքի ազատության մասը, էլի, բանանեք։ Տես Նարեկի ու Վազգենի նկատմամբ այս հարցակումը ինքը նաև տեղեկատվական կտոր ուներ։ Մի քանի օր քֆուրչի, հա քֆուրչի, քֆուրչի, հա քֆուրչի։ Օրինակ դու այս որակմանը, որ ԿՊ-ն տղաների նկատմամբ իրականացնում է, քո ընկալումը այս որակման ինչպիսին է։ Ես այդքան էլ համաձայն չեմ, այն որ մի անգամ մի բաներ արեցին, այդպես դարձրել են եսի ինչ ամբողջ օրը գնում գալիս նախկիների նման, հա, ով ինչ խոսա ասում են նախկիներն են մեղավոր։ Հիմա Նարեկ Վազգենի դեպքում ով ինչ խոսա, նրանք ասում են հայհոյախոս տղաները, բայց ուր է հայհոյանք։ Բայց ուր է հայհոյանք 1 խոզարկությամբ հայտնաբերվել է արդյոք հայհոյանք։ Ես արդյոք ինչ չեն թողնել մտնեմ, ես դու գոնեստեղ եղած։ Ուր է հայհոյանք 1 բա ձեր հայոյանքները ո՞նց է որ չեք նկատում։ Այո։ Ընդ որում իրանց դեպքում, իրանց աջակիցների դեպքում լկտի եւ սեռական բնույթի հայոյանք։ Դե մի հատ գնել կար։ Սարգսյան գնել էր ինչ նախին դերասան կամ երբևէ չգիտեմ եղել է դերասան թե չէ։ Ամբողջ կյանքում։ Անես բառապաշար ունի։ Բա լավ է տղուն, բայց դրան ոչ մեկ բան չունի, հարց չունի տալու։ Հիմա այստեղ հարցը որն է։ Չէ, այստեղ երկու հարթություն կա, էլի։ Այն որ հայհոյանքները ինքնին դրանք դից ինչ որ շատ լավ բան չեն մեղմ ասած։ Դա բոլորս էլ հասկանում ենք, այդ չի հարցը։ Բայց հանրային խոսքում մի անգամ կարծեմ Լևոն Զուրաբյանն էր շատ լավ ձևակերպում տվեց, ասես դա իհարկե լավ բան չի, բայց ինքը որպես ծայրահեղ միջոց երբեմն անխուսափելի է, որտեղ այնպես բաներ են արվում, որ դու չես կարող այդ քո ունեցած
այսպես ասած ցիվիլ խոսքի բանը այդպես ոնց ասեմ եթերային ասեմ ցիվիլ խոսքի այդ սպեկտրը հերիք չի անի որպեսզի դու բնութագրումը տաս իսկ այս տարիներին բազմաթիվ են նման դեպքեր մի անգամ կարծեմ այտենց գործիչներից մեկն էլ չի ասել ասում էր գրական բառերի քանակը իմացությունը չի բավարարում որ պատասխանել ասես այլ բան որ դու կարող ես ձեռնպահ մնաս այդ բառերը օգտագործելուց զուտ հաշվի առնելով տարբեր այլ հանգամանքներ բայց դու ես ընտրում կուզես ձեռնպահ կմնաս չէ հա բայց դա քո ընտրության հարցն է այո նույնպես ինչպես օրինակ իմ կարծիքով էս էլ ասեմ որտեվ այնուհանդերձ երկրորդ բաղադրիչն էլ կար իշխանի եւ հատկապես Դավիթի մասով քո գործն է սա էլ է կարեւոր բան ինչ որ մեկը քո դուրը ծեծում է դա քո գործն է բացես թե չբացես քո գործն է բացարձակ այլ բան որ իրանք կարող է որոշ դեպքերում իրավունք ունենան դուրը ջարդեն ու մտնեն բայց դու երբեք չես կարող պարտավորեցվել քո իսկ ձեռով քո դռան դուրը բացել քո բնակարանի դուրը բացել նույն կերպ ինչպես որ դու չես կարող պարտավորեցվել քո դեմ ցուսմուկ տաս հիմա տես ինչա կատարվում սրանք տղերքին կալանավորել են բանտարկել են ու այս մեր քննարկածի շրջանակներում այդ հայհոյանք, այդ չգիտեմ ինչ, հա, փորձում են շատ բարձր մակարդակով հանրությանը ցույց տալ կամ խաբել, թե գիտեք ինչ, օրինակ, բարձ օրինակ, Հայկ Կոնջորյանը, որը ԿՊ-ի խմբակցության ղեկավարն է, որում նախկին լրագրող, այդպես է, չէ՞ ճիշտ եմ հիշում։ Հա, նախկինում լրագրող էր։ Մի հատ լայվ է, Աշխովս ընկավ, լայվ էր, թե վիդեո էր։ Հա։ Ինչ է ասում, ասում է, այ ժողովուրդ ջան, ասում է, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, արդյոք քննադատությունը հայհոյանքներով եւ չգիտեմ ինչերով դա ժողովրդավարության ցուցիչ է թե ոչ։ Հիմա հարց առաջ գալիս։ Կարա եւ չլինի ժողովրդավարության ցուցիչ, կարա եւ լինի քննադատելի, դատապարտելի, բայց հարցը տեղ չի է։ Իսկ արդյոք նման դեպքերում կարելի անձին կալանավորել։ Այստեղ հարցը նաեւ ուրիշ է։ Ներողություն, հիմա ես էլ ուրիշ հարց եմ ուզում տամ։ Արդյոք նորմալ է, որ իշխանության падգամավորը դեբիլ է։ Ու այդ դեբիլին ուղղակի հիմա չենք կարողացել կալանավորենք։ Իսկ որ ունենանք հնարավորություն կալանավորելու, նորմալ կլինի, որ այդ ներկայացուցիչին, որը դեբիլ է, կալանավորենք դեբիլ լինելու համար։ Չէ։ Որովհետև դեբիլ լինելու համար չեն կալանավորում։ Չէ։ Դեբիլը բայց դուրը չբացելու համար կալանավորվում են։ Դրանք կանդրադառնանք, բան է ասում։ Նայ, այստեղ հետաքրքիր բան կա։ Տես, այդ իրանց ասածը առաջի հասկից կարող է ուտվի։ Իդեպ նույն բանն էլ մոտավորապես ասում էր բոլոր հարցերի փորձագետ Դանիել Յուանեսյանը, որը սենց smешанные чувства, մի կողմից ինքը շատ վատ post էր գրել, ըստ էության տղեկին մեկը բան էր անում, մեղադրում էր, ես մանեկա համանդրության մեջ քֆուր գրելու իրավունք չտե, քֆուր տալու իրավունք չտես, ասես բաներ էր։ Քննչականները շտատիվների մեջ էր մանգալի։ Շտատիվների մեջ մանեկա, բայց չգիտեն կարող գտնի դեռ գուզարկության արդյունքում դրանց հետազոտության ամոթներն կարող մի խոսքով հետո էլ այն որ համ սենց համնենց էլի գրություններ գրել գլխավոր դատախազությանը հարցնելով բա ինչի եք ես ամբողջ տեխնիկան տարել այսինքն այդ երկուսը իր ոչի մեջ հիմա ես առաջի հարցով ուզում եմ արձագանքել համ Կոնջորյանին համ Յովանեսյանին նայեք խոսքի ազատությունը կենացների մասին չի եթե խոսքի ազատությունը մենք հանգեցնենք կենացներին դրա կարիքը չի լինի որտեղ ով է կենաց խմելու այսինքն գովելու համար մի հատ հայտնի սովետական ֆիլմ կար չէ որ ասում է ես մի բան եմ ուզում ասեմ թագավորն ապրած կենա կներես էլի որ ասում եմ այլս մասը դու աշխարհի ամենաարդար թագավորն ես կներես բայց որ ես քեզ ասում դրա համար մարդուն կյանքում պատասխանատվության չեն ենթարկի թագավորն էլ ասում է խնդրում եմ այդ անկեղծությունդ միշտ պահպանես ու հենց որ ուզենաս անկեղծ խոսք ասես ինձ ես դեմ չեմ արի այդպիսի խոսքեր հիմա խոսքի ազատությունը որպես քաղաքական այս համանadrության մեջ գրվածը այո դա նաև իրականում ենթադրում է որոշակի դեպքերում հենց դրա համար քննադատության համար որը երբեմն կարող է դրսևորվի այն ծայրահեղ դեպքերում իսկապես հայհոյանքի տեսքով իսկ ով է ասում որ ոչ ով է ասում որ ոչ եւ ինչի որտեվ մենք ստեղ օրինակ ունենք որտեվ եթե դու ասես չէ հայհոյանքը քրեականացված է ինչ որ մի օր հարց է գալու իսկ այդ հայհոյանքը ո՞րն է ու ինչ որ մի օր է գալու որ 18+ սրտի հիվանդություն ունեցողներ խցում են պակեկա հետույք բարի համար մարդ կարող է կալանավորել այ ախպեր ջան չես կամ զսպես էլի քեզ հա մի ասա այդ բառը չի չասեմ է շատ գիտեմ մարդ եմ բռնել դրանով նշանը որտեղից ես սովորել լավ հիմա դու
Բայց տեսեք ինչ են գրում մեզ։ Հա, հեսա Զավեն Ազատյան։ Սյուզաննա ջան, մարդիկ կան ձեր հետ համաձայն չեն, ասում են Երևանում էլ ենք շատ։ Ինչպես կարծականքի կարող ոչ բոլորին գիտեք, կարող է Սարեթով ավելի։ Հա, իմ հետ ծանոթ մարդկանց, ես նկատի չունեմ, որ քիչ եք։ Ուրեմն մի էս մեծ ընտանիքի թիմի անդամ են, ճանաչեք Սյուզաննային եւ կարող եք նաեւ, որտեվ գիտեմ, այս վիրտուալ շփումները նաեւ հանգեցնում են ոչ իրական շփումների, իմացեք, որ Սյուզաննան ձեզնից շատերին չի ճանաչում, կարող եք այդ անարդար իրավիճակը ուղղել։ Ես ուզում եմ աջակիցների կամ հետևողների թեմայի մեջ հիշեմ իմ շատ լավ ընկեր Նարեկին Ղազարյանն, որը իմ ԱՄՆ-ում այլի ապրում, որը այս հաղորդման հա տղեկի ոդկասթի տղեկի ընկեր է դարձել մեծ հաշվով նաև տղաներին ու հələ այն առաջին գործի ժամանակ ամենօրյա ռեժիմում ինձ մոտարապես դե շուտ արեք հանեք տղեկին իա չհասկացա առաջին գրառում առաջին մեսեջը որ ստացել եմ էլի Նարեկին զարթնել է ու գրել է այս ինչա կատարում Նարեկ ջան չեմ պատասխանել քեզ որովհետև տենց չեմ հասցրել սպասում էի որ այսօր ասեի դե արդեն գիտես ինչա կատարվում Հա, ես Ամերիկայի թեմային էլ անդրադառնամ, ինձ էլ լիքը մարդիկ են գրել, որոնց ոմանց արձագանքել են, ոմանց չէ։ Ժորժ ջան, ես 2 օրը ժամանակ կգտնեմ կարձագանքեմ, բայց մեկը ասում էր, մենք Ամերիկայում ինչ անենք, ուզում ենք ինչ-որ բողոքի ակցիա եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա ձեր իրավունքն է առաջինը, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բայց համադրության մեջ գրած է Ինչը բողոքի Ամերիկայի համադրության մեջ գրած է արդյոք գրած լավ արստվեցիր հա Մեր աջակիցներից էլ էին գրել ինձ որ ձեզ հարցնեմ կարելի է ինչ-որ ակցիաներ անել ինչ անենք մենք չենք սանկցիավորողը բայց մենք հաստատ Հանել Յովհաննիսյանը հա էլի որ համադրությունը բացեք տայեք տեսնեք Ես չգիտեմ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այլ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացություններ կան եւ այլն բոլորդ էլ ազատ եք ձեր բողոք արտահայտել իհարկե այն դեպքում եթե նայեք համադրության մեջ գտնեք էլի այդ կետի իրաց մոտ այս վերջի մասը կատակ էր այս ամեն ինչի հետ կապված եւ այդ մասով եթե ինչ որ ինֆորմացիայի տարածման խնդիր կա եթե դուք որոշեք ինչ որ մի օր բողոքի ակցիա իրականացնել մեզ կարող եք տեղեկացնել մենք էլ դա հրապարակենք որ մարդիկ իմանան որ այդպիսի բան նախատեսվում մեր մյուս ընկերն էլ որը էլի հետևորդներից, աջակիցներից ու մեր գործընկերն է Ռուզիկը Դոլունց, քիչ առաջ գրեց, որ ես դու շատ լավ ենք վարում։ Լուրջ է ասում։ Հա, երևի չգիտեմ, դուրս Ժողովուրդ ջան, մենք լավ չենք վարում։ Հիմա եթե դուք ասեք մենք լավ ենք վարում, մենք ստիպված պետք է լինենք։ Մի խոսքով վարենք, չէ։ Սուզաննա ջան, շնորհակալ եք, որ ժամանակ գտաք, այսօր մեզ այցելեցիք եւ ինձ թվում է իդեմս ձեզ հազարավոր աջակիցներ իրենց խոսքը ունեցան այստեղ։ Եթե ձեր այսպես խոսքի հետ ինչ որ բաներ կան փոխանցելու, խնդրում եմ փոխանցեք եւ մենք սրանով կավարտենք եւ մեր մյուս հյուրը արդեն մեզ տեղեկացրեցին, որ ստուդիայում է Հայկը Մամիջանյան, շարունակենք Հայկի հետ։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալություն։ Ունեցանք, կներեք որ ձեզ հարցաքննեցինք, բայց եթե մենք չանեինք, դա կանեին դատախազություն։ Դեռ կարող ադեպ Իդեպ ես միակ բացառությունն եմ, որտեղ բերման չեմ ենթարկվել։ Աշխատեք այդ բացառությունը պահել, հա։ Հիշեք ինձ։ Մեր աջակիցների անունից, նորից մեր համախոհների անունից, նորից մեր աջակցությունն ենք հայտնում, հատուկ շնորհակալություն են փոխանցել ձեր մեծ գործունեության համար։ Միշտ ձեր կողքին ենք, միշտ բոլորի պատրաստ ենք ինչով կարող ենք օգնել, աջակցել։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Միանում ենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ իդեպ մենք այնքան շատ են։ Եվ մենք Վարազդատի հետ այս ամբողջ համայնապատկերը քննարկելու ենք, հետաքրքիր զրույց լինելու։ Շարունակեք մնալ մեզ հետ։ Մեր երրորդ հյուրի հետ ենք մենք շարունակելու Հայկ Մամիջանյանի հետ եւ մեր վերջին հյուրն էլ մեր լավ ընկեր Վարազդատ Հարությունյանն է լինելու հետաքրքիր եթերավ է սպասվում, եկտես տրամադրված ենք հետաքրքիր եթերի։ Առայժմ։ Ստացիություն։